Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին։ Տիկին Գյուլումյան, շնորհակալ եմ հրավերությունը մերժելու համար։ Շնորհակալ եմ հրավերության։ Դուք տարբեր բարձր պաշտոններ եք զբաղեցրել դատական արձաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջին ընտրված դատավորն եք եղել Հայաստանի, Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալն եք եղել, փոխնախագահն եք եղել, այսպես ասած, եւ այնուհետեւ մի շարք աղմկահարույց ժամանակահատվածում, երբ որոշակի քաղաքական իրադարձություններ են ծավալվում Սահմանադրական դատարանի շուրջ, հանդես եք եկել մի շարք հայտարարություններով եւ ինչ եք անում դուք այս պահին, ինչով եք զբաղվում եւ արդյոք հետեւում եք Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Բնականաբար ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ինչպես յուրաքանչյուր ոք, ես նմանապես չեմ կարող հեռու մնալ այն իրադարձություններից, որոնք կատարվում են մեր երկրում եւ նրա շուրջ։ Եվ բնականաբար հետաքրքրվում եմ, փորձում եմ իմ մոտեցումը ձևակերպել մտահոգիչ հարցերի շուրջ, իսկ ինչ եմ անում հիմա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից վերադառնալուց հետո ես կարծում եի, որ ես ձեռք եմ բերել որոշակի փորձ եւ գիտելիքներ միջազգային այդպիսի բարձր դատարանում աշխատելով եւ չի կարելի, որ այդ փորձը եւ այդ գիտելիքները մնան զուտի մեջ եւ ես պետք է ձևեր գտնեմ դա փոխանցելու միգուցե պրակտիկ աշխատողներին, միգուցե ուսանողներին եւ դրա իրացում, այսպես ասած, գտել եմ, դասավանդում եմ հիմա եւ բավականություն եմ ստանում ուսանողների հետ շփումից, բավականություն եմ ստանում փաստաբանական ակադեմիայում ընկերներին դասավանդելով եւ այդ փորձը փոխանցելով կարծում եմ, որ ամեն դեպքում մասնագետի համար վատ չի եւ ես ինձ վատ չեմ զգում։ Դա շատ լավ է իրականում, որովհետեւ մենք միշտ գիտենք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց պաշտոնանկությունից կամ պաշտոնավարման ավարտից հետո այլևս որևէ մեկը չի տեսնում եւ այդ փորձով եւ գիտելիքով հանդերձ հետեւաբար կարծում եմ Դե գիտեք ինչ յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ պաշտոնը հավերժական չի։ Մի օր ինքը այդ պաշտոնից պետք է հեռանա։ Դա կլինի սահմանադրական ժամկետի ավարտ, դա կլինի քաղաքական փոփոխությունների հետևանք, ինքը պետք է հեռանա եւ ի սկզբանե պետք է որոշի, թե դրանից հետո ինչով է զբաղվելու։ Ինձ հետաքրքիր է հենց պաշտոնանկությունների հետ կապված մեկ հարց, SMS հաղորդագրությամբ պաշտոնանկությունները ինչի մասին են խոսում։ Արդյոք պաշտոնատար անձիկ ապահովագրված են իրենց աշխատանքային իրավունքներով, իրենց անկախության մեխանիզմներով, օրինակ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, որը հեռանում է պաշտոնից, առանց անձնավորելու, SMS հաղորդագրությամբ։ Ինչպես է սա կարգավորվում։ Նախ սկսենք նրանից, որ յուրաքանչյուր ոք իրեն վերաբերվող հարցերի լուծման ժամանակ ունի, այսպես ասած, լսված լինելու իրավունք։ Եթե դու զուտ SMS ես ստանում եւ դրան հետեւում ես, համենայն դեպս մեր ունեցած տեղեկատվության պայմաններում այդ իրավունքը չի իրացվում մարդու եւ ոչ ոք, այսինքն կոնկրետ ինքը չի կարողանում իմանալ պատճառների մասին եւ հակադարձելու այդ պատճառներին, որից հետո իհարկե որոշումը կարող է ընդունվել։ Եվ նման մոտեցումը ինձ համար անընդունելի է։ Չէ նշանակում SMS հաղորդագրությամբ առավել եւս բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որի անկախությունը պետք է ապահովված լինի, գործադիրի ղեկավարի SMS-ով նա շատ հանգիստ հրաժարական ներկայացնի։ Միջազգային իրավունքում դա ինչպես կգնահատվի։ Եկեք միջազգային իրավունքում դատարանների անկախության վերաբերյալ որոշակի չափորոշիչներ են սահմանվում եւ այդ չափորոշիչներից ամենայն դեպս չի բխում նման ձևով հեռանալը։ Իհարկե յուրաքանչյուր մարդու իրավունքն է, եթե չի ցանկանում ինչ որ տեղում աշխատել, հրաժարական ներկայացնել եւ ազատվել, բայց այդ ձևով ազատվել եւ դա դարձնել հանրության համար այսպես ասած մատչելի տեղեկատվություն հանրությունը դրանից տեղեկացված լինի, կարծեք թե հանրության մեջ արդեն այդ հավատը, որ այս մարմինը գործել է անկախ, մեռնում է։
Փաստորեն գրանցված իրավիճակից ելնելով մենք կարող ենք արձանագրել, որ այն, ինչ գրված է օրենքով, դա չի պաշտպանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անկախությունը, իրավունքները եւ այլն։ Թե գուցե դրանք ժամանակի հարց են եւ մի օր ամեն ինչ կընկնի այստեղը։ Ցանկացած օրենք կիրառման ընթացքում կարող է հանդիպել որոշակի դժվարությունների, որոշակի շեղումների եւ հասարակության խնդիրն է դրանք բարձրացնել, հասարակության խնդիրն է հետևել, որպեսզի պաշտոնատար անձը կատարի իր պարտականությունները սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում կարողանա դա կատարել։ Ինչու եմ ես ասում, որ դա հասարակության խնդիրն է, դուք երևի կհիշեք այնինչ, որ կատարվեց սահմանադրական դատարանի շուրջ։ Այո։ Եվ ցավով պետք է նկատեմ, որ մեր հասարակության մեջ, նույնիսկ քաղաքական գործիչների մեջ շատ քիչ մարդիկ էին, որոնք դրան արձագանքում էին։ Եվ ի տարբերություն, ասենք, Լեհաստանի, որտեղ երբ որ նույն հարձակումը եղավ սահմանադրական դատարանի նկատմամբ, մարդիկ փողոցները լցվեցին։ Դա սահմանադրական դատարանին անկախ լինելու, այսպես ասած, ուժ տվեց։ Մեր պարագայում ընդհակառակը նույնիսկ քաղաքական գործիչներ կային, որոնք այսպիսի արտահայտություն էին օգտագործում եւ ասենք այդ քաղաքական գործիչին դու այլևս դժվար է որ հավատաս, ասում էր դե միգուցե ես չեմ ասի որ սահմանադրական դատարանի դատավորները աչքիս լույսն են, բայց այսպես էլ մոտենալ չի կարելի։ Մտածում ես, ախր խնդիրը աչքիդ լույս լինել չլինելը չի, խնդիրը այն է, որ կայացած ինստիտուտ է ըստ էության քանդվում։ Դրա նախորդող իրադարձությունը դատարանների շրջափակումն է։ Այո, դատարանների շրջափակումը, վնգաստացող դատավոր հայտնի արտահայտությունը, որ եւ կրկին արձագանքել։ Ով է այն դատավորը, որ իմ ասածը պետք է չանի։ Բայց մենք ունենք այդպիսի դատավորներ։ Իհարկե ունենք։ Բարեբախտաբար մենք ունենք դատավորներ, որոնք իսկապես կարող են ոչ մեկի ասածը չանել եւ առաջնորդվել միայն օրենքով եւ իրենց իրավագիտակցությամբ։ Հասարակության արձագանքի գուցե նաեւ շոշափելու միտում կար դատարանների շրջափակումից հետո տեսնել արձագանքը այնուհետև անցնել սահմանադրական դատարանին։ Դե այդպես էլ կատարվեց, երբ որ դա ընդունվեց, մարսվեց, այսպես ասած, դրանից հետո դժվար չէր անցնել սահմանադրական դատարանին, դրանից հետո դժվար չէր անցնել ինչ-որ միտեղ բանակին, դժվար չէր անցնել եկեղեցուն, որովհետև հասկացան, որ հասարակությունը իներտ է, չի դիմադրում, այսպես ասենք։ Բոլորովին չմեղադրելով հասարակությանը, որովհետև պատասխանատու քաղաքական էլիտաներն են միևնույն է, ինչու է այդպես ստացվել, բայց ես խոսքս թող չընկալվի այնպես, որ ես հասարակությանը մեղադրում եմ։ Իմ ասածը հենց վերաբերում է քաղաքական էլիտաներին, որոնք այդ հարցերը անուշադրության մատնեցին, որովհետև հասարակությանը կազմակերպող է պետք։ Իր առօրյա հոգսերով զբաղված մարդը չի վերկենալու գա հենց այդպես կանգնի եւ ասի ես պաշտպանում եմ, մանավանդ եթե ընդունենք, որ նա հնարավոր է այդ դատարաններում գործ է ունեցել, որը պարտվել է, նրանց ուղղակի պետք էր բացատրել, թե ինչ է նշանակում դատարանի նկատմամբ հարձակումը, ինչ է նշանակում դատարանին ենթարկեցնելը իշխանության որևէ այլ ճյուղի։ Ոչ մեկը դա, իսկ դատավորները իրենք դա չէին կարող անել, որտեղ իրենք պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, չնայած ես առիթ եղել է եւ այդ չեզոքության սահմաններում ինչ որ բաներ ասել են, որտեղ խոսքը երբ որ վերաբերում է դատական համակարգին, կա նաեւ այսպիսի եվրոպական դատարանի որոշում, որ եթե համակարգին է վերաբերվում, ապա դա քաղաքական չեզոքության խախտման տակ չի տեղավորվում, այսպես ասած։ Եվ մեր դատական օրենսգիրքը այդպիսի նորմ ունի, որ երբ որ դատարանների գործունեության քննադատությանը եւ այլնին է վերաբերվում, այստեղ խոսքը քաղաքական չեզոքությունը չպահպանելու մասին չէ, չնայած ասեմ, որ այդ ժամանակվա, այսպես ասած, եւ հիմա այլ գործող իհարկե քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա մեկը ասեց, որ դե թող գնա զբաղվի քաղաքականությամբ, եթե այդպես է։ Երևի ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, հետո որ չստացվի, որ ես հետևեցի իր խորհրդին։
չեն հիշի կարծում եմ թե ինչ են ասել, բայց նման դեպք ունեցանք մենք։ Դավիթ Հարությունյանը, ում հայտարարությունը վերաբերում էր բարձրագույն դատական խորհրդին, դրա պատճառով, դրա պատճառով սկսվեց այն գործը, լիազորությունները դադարեցվեցին եւ արդեն տարիների վեր շարունակվում է այդ գործը եւ խոսքը վերաբերում էր ընդհանրապես որևէ քաղաքական բան չկար, վերաբերում էր բարձրագույն դատական խորհրդին, որը կոչված է ապահովելու դատավորների անկախությունը։ Հետևաբար ինչպես արձագանքը ձեռնտու է լինում կամ այն դատավորով հոգուտ իշխանության։ Ես հենց նոր բերեցի դատական օրենսգրքի այդ ձևակերպումը, որ երբ որ դատարանների քննադատությանն է վերաբերում, այսինքն քննադատելու իրավունք կամ երբ որ օրենսդրական փոփոխությունների եթե գովաբանելու իրավունք կա, ուրեմն քննադատել կարող են։ Նայեք, կար եվրոպական դատարանի կողմից քննված մի շարք գործեր կան, որոնցում դատարանը այդ դիրքորոշումի ըստեյության արտահայտել, որ դա օրինակի համար մոլդովական գործ կար, որտեղ փաստաբանական պալատի նախագահը օրենքի երկու պալատների միացման վերաբերյալ երկու փաստաբանական պալատների գործունեության հետ կապված քննադատությամբ էր հանդես եկել սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ եւ ասել էր, որ այսպիսի արտահայտություններ օգտագործել, որ սահմանադրական դատարանը դեռ պետք է պարզել ինքը սահմանադրական է թե ոչ եւ որ եվրոպական դատարանի նախադեպերին չի հետեւում, սահմանադրական դատարանը գտնելով, որ դա վիրավորանք է դատարանի հասցեին, տուգանել էր փաստաբանների պալատի նախագահին եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ նրա այդ արտահայտությունները ըստ էության չէին կարող, այսինքն նա չի կատարել այնպիսի գործողություն, ճիշտ է, բավականին խիստ է արտահայտվել, բայց համենայն դեպս դա չի նշանակում, որ նա վիրավորել է դատական իշխանությանը կամ հեղինակազրկել է։ Բայց մեր պարագան ուրիշ է եւ ձեր թվարկած օրինակով եւ միջազգային ատյաններում եւ ներպետական ատյաններում։ Հիմա մենք ունենք նույն Դավիթ Հարությունյանի գործով սահմանադրական դատարանի այլ որոշում, բարձրագույն դատական խորհրդի այլ արձագանք, հետո գրքին սահմանադրական դատարանի որոշում, հետո բարձրագույն դատական խորհրդի ինքն իր որոշման վերաբերյալ որոշում։ Նախ չգիտեմ որքանով է որն է գնահատական այդ երկու կառույցների, եթե մենք պայմանավորում ենք քաղաքական որոշմամբ երկու կառույցների տարբեր մոտեցումները եւ երկրորդ ինչու է այսպես լինում։ Ի վերջո հիմա բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավոր է, որը վաղը լիազորությունների ավարտից հետո կրկին կարող է որպես դատավոր շարունակել աշխատել։ Ինչպես է ստացվում այս հակասությունները։ Դե կդժվարանամ պատասխանել, որովհետեւ այսօրվա բարձրագույն դատական խորհրդի անդամներին կարող եմ ասել, որ չեմ ճանաչում եւ ըստ էության թող իմ խոսքը չհնչի այսպես որպես զուտ անհիմն արտահայտություններ, բայց ավելի շատ հակված եմ մտածելու, որ կաշկանդված են իրական արդարադատություն իրականացնելով, թե ինչով են կաշկանդված, ես դա չեմ կարող ասել։ Իհարկե, բայց այդ կաշկանդվածությունը զգացվում է թեկուզ այսքան երկարատև գործի քննությանը, որտեղ ընդամենը մի հարցի պատասխան է պետք տալ։ Այսքան ձգձգելով կարծեք թե գիտեք մի իրադրություն է լինում, ես ինքս դատարաններից մեկում գործ ունեցա միջազգային բարձրացում։ Չէ, մեր մոտ մի հրապարակման վերաբերյալ նման օրինակ հրապարակումներ երկու թերթերում եղել էին։ Մեկի վերաբերյալ վճիռը կայացվեց եւ գտան, որ այո այդ գործով այդ լրատվամիջոցը այսպես ասեմ վիրավորանք էր իմ նկատմամբ օգտագործել, այդ վճիռը եղավ։ Մյուս գործը դրա նման գործ էր, դատարանը ըստ էության չէր կարող այլ բան անել, որովհետեւ արդեն վճիռ կար։ Ու գիտեք ինչ արեցին, անընդհատ հետաձգելով պահ գտան, որ փաստաբանը չի ներկայացել, չեմ կարող ասել պատշաճ ծանոթված էր, չէր ծանոթացել եւ գործը թողեցին առանց քննության, որպեսզի հանկարծ վճիռ չկայացնեն, որտեղ վճիռ կայացնելու դեպքում պետք է կայացնեին, որ հայկական ժամանակը նույնպես թույլ է տվել այդ խախտումը։
Բայց այդ կաշկանդվածությունը գործեց, ես ուրիշ բան չեմ կարող ասել, եթե դու տարիով չես կարողանում ապահովել պատասխանողի ներկայությունը։ Եվ հանկարծ մի օր ասում ես հայց, որը չի եկել, իսկ պատասխանողը դրա համար միջնորդում է գործը թողնել առանցքայնության եւ թողնում ես առանցքայնության, ես նույնիսկ հարկ չհամարեցի բողոքարկել։ Չէ, այո, հարկ չհամարեցի նույնիսկ բողոքարկել նորմալ ձևով, որովհետեւ ինձ համար պարզ էր ինչ է կատարվում։ Կարծում եմ իրենց համար էլ է պարզ եղել։ Իմ ասածն է դա, որ այդ կաշկանդվածությունն է կարծեք թե գործում, վախ ասեմ, աշխատանքը կորցնելու, որտեվ ի վերջո ունեն օրինակները, թե նվիրվածություն ասեմ, ինչ որ անձանց չեմ կարող բացատրություն տալ, բայց ցավով եմ դա ասում, որովհետև դատավորը, որը պաշտոն է ստանձնում, առաջին հերթին երդվում է լինել անկախ եւ անաչառ։ Հիմա եթե դու այդ երդմանդ դեմ ես գնում, ապա դու դրանով առաջին հերթին վնասում ես համակարգին, որտեղ վստահություն այդ համակարգի նկատմամբ նորից ու նորից իջնում է, եւ երկրորդ հերթին քեզ, անձամբ քեզ, որտեղ նայեք, հիմա մենք ունենք դատավորներ, որոնց լիազորությունները դադարեցվել են այն պատճառով, որ նրանց կողմից քննած գործերով մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզել է, այսինքն գտել է, որ խախտում կա։ Եվ դա մեր դատական օրենսգրքում փոփոխություն մտցրեցին եւ գտան, որ դա հիմք է դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ Չնայած ես ինքս այդպիսի փոփոխությունների խիստ դեմ եմ, որովհետև չի կարելի եվրոպական դատանի որոշումը օգտագործել դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ Դա պետք է այնքան ակնհայտ կոպիտ սխալ լինի դատավորի կողմից, որպեսզի նման եզրահանգման գանք։ Բայց ամեն դեպքում այդ փոփոխությունը մտցրեցին եւ արեցին։ Հիմա այսօրվա գործ քննող դատավորը ինչ է մտածում իր քննած գործով, հետո եվրոպական դատանը որոշում չի կայացնելու։ Չնայած այստեղ էլ տարբերակված մոտեցում եղավ, ես նույն բարձրագույն դատական խորհուրդը մի դատավորի պարագայում դադարեցրեց, մյուսի պարագայում ոչ։ Թե այս մոտեցումը ինչով են բացատրում, երևի մի օր անհրաժեշտ կլինի այդ հարցերը իրենց առաջադրել։ Տիկին Գյուլումյան, հիմա քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը եւ ոմանք դա քաղաքական գործիչները մասնավորապես պայմանավորում են օտար պետությունների պահանջ, ոմանք հայտնում են, որ մենք այսպես թե այնպես թե դա փոխելու ենք, դա իշխանության տեսակետն է։ Դուք հետևում եք այդ զարգացումներին, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա թե չկա իրականում, թե դա քաղաքական հարց է լուծելու համար։ Գնում է կարծեմ ոչ թե փոփոխությունների, այլ նոր սահմանադրության ընդունման մասին, որտեղ չի լինելու Արցախի վերաբերող։ Ահա, ես չեմ կարող ասել ինչ չի լինելու, բայց համենայն դեպս հարևան երկրից եկող պահանջները դրան են վերաբերվում։ Հիմա մենք կասենք դա նրանց պահանջով չենք անում թե ինչ, բայց դրան է վերաբերվում նրանց պահանջները։ Նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն կա թե չկա։ Ես կարծում եմ, որ ըստ էության չկա։ Միգուցե ինչու՞։ Որտեվ ես ավելի կայուն սահմանադրության կողմնակից եմ։ Չի կարելի ամեն մի քաղաքական ուժ իշխանության գալով փորձի փոխել սահմանադրությունը կամ ընդունել նոր սահմանադրություն։ Մենք խոսում ենք այնպիսի զարգացած ժողովրդավարական երկրի մասին, ինչպիսին Միացյալ Նահանգներն են, մի հատ ուշադրություն դարձրեք, Միացյալ Նահանգների սահմանադրությունը քանի տարեկան է։ 2 դար։ Բայց փոփոխության անհրաժեշտություն չեղավ, եղել են անհրաժեշտություն եղել է, բայց ընդհանրապես եթե չեմ սխալվում, 17 փոփոխություն է մտցվել այդ երկարուձիգ տարիների ընթացքում։ Իսկ մենք ինչ ենք անում։ Փոխում ենք, անընդհատ կարծեք փորձարկումների դաշտում լինենք։ Եվ ես մի անգամ էլ առիթ եղել է եւ ասել եմ, որ եթե նույնիսկ դուք նոր սահմանադրություն ընդունեք եւ այդ նախաբանը այլևս չլինի, սահմանադրությունների նախաբանները, մանավանդ երկրի անկախության հռչակումից հետո ընդունված առաջին սահմանադրության նախաբանը, այդ պետության համար ուղենիշային է, թե ինչպիսին պետք է լինի պետությունը, ինչ ճանապարհով սկզբունքներն են եւ այն արժեքներն են, որոնց պետք է հետևի այդ պետությունը։ Եվ սահմանադրական արտարադատության
պրակտիկայում, միջազգային պրակտիկայում, նույնիսկ արդեն չգործող սահմանադրության նախաբանները դիտարկվել են որպես հիմք հետագա սահմանադրությունների եւ օրենքների մեկնաբանությունների համար, այնպես որ միևնույն է դուք դրանից հրաժարվել չեք կարող։ Եթե դա է խնդիրը։ Բայց այնտեղ կարող են լինել նաև ուրիշ էական փոփոխություններ, որը ես չեմ բացառում։ Համենայն դեպս ես մի բան գիտեմ, որ նոր սահմանադրություն ընդունելու համար առավել եւս հանրությանը պետք է ներկայացնել հայացակարգ, թե ինչն ես ուզում փոխես, ինչու ես ուզում փոխես։ Այս ամսվա ընթացքում ներկայացվելու է ըստ արտադրության նախարարի։ Որտեղ ես լսեցի մի հարցազրույց, որտեղ որ ասում էր, մենք սահմանադրություն ենք գրում եւ կներկայացնենք ամբողջական սահմանադրությունը, հայեցակարգի անհրաժեշտություն չկա։ Ամեն դեպքում այնիշ ներկայացնելու են մարտ ամսին են ներկայացնելու առաջիկա օրերին եւ ըստ իրենց հայտնած ժամանակացույցի կարծում եմ միանգամից պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը։ Չէ, ես կարող եմ ենթադրել, թե ինչի մասին կարող է լինել բացի նախաբանից։ Ինչի։ Եկեղեցու բացառիկ դերի մասին կարող է լինել ենթադրաբար դատավորների նշանակման գործընթացի վերաբերյալ, որտեղ այդպիսի արտահայտություններ նույնպես լսում էի, ասենք պարլամենտի ընդգրկվածության անհրաժեշտության մասին։ Մի խոսքով մոտորապես երբ որ նայում ես իշխող քաղաքական ուժի մոտեցումներին, կարող ես ենթադրել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել։ Բայց թե ինչպես դա կընկալվի, ինչպես դա կընդունվի, կլինի դրա դեմ, այսպես ասած, նաև ոչի շտաբ։ Ինչպես 15 թվականին։ Այո, չեմ կարող ասել արդեն դա։ Իսկ դուք այն ժամանակ, քանի որ դեմ եք սահմանադրության անընդհատ փոփոխությանը, 2015 թվականին էլ էիք դեմ։ Եթե 2005 թվականի սահմանադրական փոփոխությունները ինչ որ միտեղ ինչ որ չափով ընկալելի էին, 2015 թվականի փոփոխությունները, որը ըստ էության կառավարման համակարգ փոխեց, եւ ավելի մանրամասն դարձրեց սահմանադրությունը։ Ես չեմ գտնում, որ սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որը պետք էր այդպես մանրամասնել։ Սահմանադրությունը ի վերջո ավելի շատ պետք է ունենա սկզբունք նորմեր, որից ելնելով էլ պետք է նաեւ հետագա, այսպես ասած, մեկնաբանությունների եւ օրենքին համապատասխանության հարցը որոշելուց դատարանը ունենա որոշակի ազատություն։ Բայց եւ այդ փոփոխությունների ժամանակ էլ պետք է ասեմ, որ լիարժեք, ասենք, անցումային դրույթները չներկայացվեցին, այսպես ասած, նախնական քննարկման, որպեսզի հնարավոր լիներ դրանց վերաբերյալ կարծիք հայտնել։ Չգիտեմ, համենայն դեպս գոնե այդ ժամանակ, ասենք 2005-ի փոփոխությունների ժամանակ, այդ ժամանակվա գործող իշխանությունները կարծեք թե վերարտադրվելու խնդիր չունեին։ 2016-ի ժամանակ հասարակության մեջ կար այն կասկածը, որ նախագահը ցանկանում է շարունակել պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում, ցավոք, հետո պարզվեց, որ դա հիմքեր ուներ եւ դա դարձավ նաեւ ինչ որ միտեղ հասարակության դժգոհության գեներացման պատճառ։ Ընդհանրապես սահմանադրությունը պետք է հասարակությունում ավելի շատ կարողանա հանրային դաշինք եւ համերաշխություն ապահովել, եթե դա պետք է հանգեցներ դրան, ուրեմն իսկապես երևի այդ փոփոխությունների անհրաժեշտություն չկար։ Հանրային համերաշխությունից խոսեցիք, մենք բոլոր թեմաներով, բոլոր հարցերում, սկսած քաղաքականից վերջացրած սոցիալական, մեր հանրությունը բազմաշերտ եւ բազմավեկտոր պարակտված է։ Ինչու է այդպես ստացվել եւ իրականում գուցե կա քաղաքական կամքի պակաս, որպեսզի հանրությունը այդ պարակտվածությունը, երկբևեռվածությունը ցանկացած միջադեպի սվիններով արտահայտել է ինչ որ կերպ փոխվի։ Կա դրա բանաձևը ձեր տեսանելի դաշտում եւ ողջամիտ ապագայում։ Իմ նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ էլ ես առիթ ունեցել եմ ասելու, որ ինձ համար ամենամեծ ցավը հիմա հասարակության այս երկպարակտվածությունն է։ Այսպես չի կարելի, ուղղակի չի կարելի, երբ որ նույնիսկ համատել է ընտանիքներ։
եւ օրինակները մենք ունենք, երբ որ նույն, ասենք, եկեղեցու դեմ հարձակման պայմաններում, որ մի եղբայրը կաթողիկոսի դեմ է խոսում, մյուս եղբայրը կաթողիկոսի կողքն է։ Այսինքն մենք դա մտցրել ենք նույնիսկ ընտանիքներ։ Եվ սա հղի է իմ կարծիքով ոչ ցանկալի հետևանքներով, որը կարող է ավելի բևեռացնել հասարակությանը եւ Աստված մի արածցե հասցնել նույնիսկ բախումների հասարակության ներսում։ Չտամ քաղաքացիական պատերազմի անուն, բայց որոշակի բախումներ այսինքն այնպես ինչպես ասենք այսպես ասենք ընդդիմադիր համայնքապետի սպանությունը ի վերջո մենք պետք է ընդունենք, որ ոմանք դա վերագրում էին նրա քաղաքական գործունեությանը, բայց նույնիսկ այդ վերագրելը կամ հակառակը, որ դա, այսպես ասած, քաղաքական գործունեության արդյունք չէր, դրա անհրաժեշտությունը չէր լինի, եթե հասարակությունում չլիներ այս իրավիճակը։ Դրա թեմը ինչ որ մի ձևով պետք է առնվի։ Իսկ ինչ ձևով դրա մեջ ավելի շատ դերակատարություն կարող են ունենալ քաղաքական ուժերը, որոնք, ասենք, հայտ են ներկայացնում մոտակա ընտրություններում մասնակցության հայտ են ներկայացնում եւ որոնք ամեն ինչ անում են, ասենք, իրենց հաղթանակի համար, բայց այդ հաղթանակը առաջին հերթին պետք է կարողանան ապահովել հասարակությունում այդ համերաշխության մթնոլորտի վերականգնումով եւ նույնիսկ նախընտրական քարոզչության շրջանում ամեն ինչ պետք է ուղղված լինի հենց դրան, ոչ թե այ հիմա մենք կգանք իշխանության։ Դուք եթե հիշում եք գործող քաղաքական ուժը, երբ որ իշխանության էր գալիս, ասում էր վենդետաներ չեն լինելու։ Վենդետաներ չեն լինելու, ոստիկանները մեր եղբայրներն են, բաց ձեռքերով, բայց մենք ականատես եղանք, որ ըստ էության դա այդպես չէր։ Դա այդպես չէր։ Եվ մյուս ուժերն էլ, որոնք գալիս են իշխանության, ոչ թե այդպես ուղղակի ասելու համար, այլ պետք է կարողանան հասարակությանը ցույց տալ, որ ուժերից մեկը կարծեմ դա ասեցել, որ իրենց մոտ կարող են լինել նույնիսկ, ասենք, պաշտոնյաներ, որոնք եղել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, եթե գտնում են, որ դա բավարարում է իրենց կողմից ներկայացվող պահանջներին։ Ի նկատի ունեմ, որ պետք չի ավելի լարել մթնոլորտը հասարակությունում օգտագործելով քարոզարշավը։ Պետք է կարողանալ այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ նախ քաղաքացին հավատա քո խոսքին առաջին հերթին եւ երկրորդը կարողանաս ցույց տալ, թե ասենք այն գաղափարը, այն ծրագիրը, որ դու առաջ ես քաշում, ինչպես ես իրականացնելու։ Դա էլ հավատալու ճանապարհային քարտեզը բոլոր խոստումների իրականացման ուղին, ինչպես իրականացման ուղին։ Իհարկե հարցեր կան, որ կարող է եւ հրապարակային այս պահին արտահայտելը ճիշտ չլինի, բայց ընդհանուր սկզբունքը պետք է լինի եւ այդ ընդհանուր սկզբունքին հասնելու ճանապարհները պետք է լինեն։ Այնուամենայնիվ համապետական ընտրությունների նկատմամբ անտարբերությունը, ինչ կար նախորդ ընտրություններին, հաշվի առնելով, որ ընտրելու իրավունք ունեցողների 51%-ը չէր մասնակցել ընտրություններին, պետք է փոխել այդ բալանսը։ Այդ մոտեցումը միանշանակ պետք է փոխել, որտեղ քաղաքացին պետք է հասկանա, որ իսկապես ինքն է որոշողը։ Եվ եթե ինքը չի մասնակցում ընտրությանը, դրանով իսկ հնարավորություն է տալիս այն ուժին, որին միգուցե ինքը գնալու դեպքում չեր ընտրվի, որպեսզի այդ ուժը կարողանա, ասենք, մեծամասնություն ստանալ։ Քաղաքացին պետք է հասկանա, որ ի վերջո ընտրության մասնակցելը ժողովրդի իշխանությունը իրականացնելու ձևն է եւ ինքը դրանով իր իշխանությունն է իրականացնում։ Որտեղ մենք գրում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը այն իրականացնում է ընտրությունների, հանրաքվեի եւ դրանց արդյունքում ընտրված, ասենք, մարմինների միջոցով։ Հիմա դու այդ առաջի քայլը չես անում, երբ որ ընտրության չես մասնակցում, այսինքն դու ընդունեցիր, որ դու իշխանություն չես։ Այս սա է պետք անել, որպեսզի իսկապես ժողովուրդը հասկանա, որ ինքը ընտրելով իրականացնում է իր իշխանությունը։ Շնորհակալ եմ Տիկին Գյուլումյան։
Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը Սահմանադրական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանն էր։